Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել, հարգելիներս, կարտերը ինչ հուշ են, այդ մասին էլ կխոսեմ։ Պարզապես փորձում եմ եւս մեկ տարբերակով հունիսի 15-ից մինչև 30-ը հասկանալ ինչ կարևոր թեմաներ կլինեն, ինչ կլինի կարևոր աղեղնավորների համար։ Ես կընտրեմ երկու տարբերակ, հարգելիներս, բայց դուք պարտադիր չի ընտրեք ձեր կարտը, այլ պարզապես ես ուզում եմ երկու խմբի բաժանել, այսինքն կարող է մի պատմությունը որոշ մարդկանց վերաբերել, մյուսը մյուսներին։ Ուզում ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հասնի։ Խնդրում եմ նորից հիշել, բացասականը ընդունում եք որպես նախազգուշացում կամ թողնում եք ականջի ետև, դրականը կարող եք ընդունել որպես դրական հուշում։ Ասենք ինչ կհուշեն կարտեր աղեղնավորներին հաջորդ երկու շաբաթվա համար։ Առաջին տարբերակ տեսնում եմ Լիլիաները եւ տեսնում եմ հրաշագործը, մարդ, որի ձեռքին բոլոր գործիքները կան իր ցանկություններին հասնելու համար։ Շատ լավ կարտեր են իրականում։ Սա իմաստության կարտն է, իսկ աղեղնավորները բավականին իմաստուն մարդիկ են, շատ խորաթափանց, շատ սիրում են մտածել։ Որպես կանոն լինում են կրթված, համենայնպես եթե կրթություն ստանում են, աղեղնավորների համար շատ կարևոր է ուսումնասիրել, կարդալ, գիտելիքներ ձեռք բերել, բարձրագույն կրթություն ստանալ, այդ դեպքում նրանք շատ ավելի հաջողությունների կհասնեն աշխատանքում։ Այսինքն սա վերաբերում է իրեն շատ իմաստուն, այդ խելամիտ մարդիկ են աղեղնավորները, իսկ կախարդի կամ հրաշագործի կարտով կարող եմ ասել, որ գործիքները ձեր ձեռքում են, հարգելիներս, թերևս չեմ կարող ասել ինչ հարցում, բայց հաջորդ երկու շաբաթվա ընթացքում դուք կարող եք, եթե ասեմ հրաշքներ գործել, մի քիչ շատ ամպագորգոր կլինի, կարող եք հաջողությունների հասնել, այսպես ասենք։ Տեսնենք ինչի մասին են հուշում կարտերը։ Ինչ են հուշում կարտերը։ Գիտեք, ես չեմ ուզում կարտեր բացել, որտեղ շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, տեսեք, հրաշք կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Սա 10 է բաժակների, սա աստղն է երազանքների կարտը եւ աշխարհի կարտը։ Ես այո, շատ գեղեցիկ կարտեր, չեմ ուզում ոչ մի լրացուցիչ կարտ հանել։ Առաջին տարբերակի համար շատ խորիմաստ, շատ մտածել եք, շատ մտածում եք ձեր կյանքի մասին, ձեր գործունեության մասին, ձեր անձնական հարաբերությունների մասին, չգիտեմ ինչի մասին եք մտածում, բայց եթե իսկապես մտածում եք մեկ-մեկ, մնում եք մենակ, փորձում եք հասկանալ, պահի ազդեցության տակ քայլեր չեք անում, այլ դուք իսկապես փորձում եք մտածել, հասկանալ, ձեր իրականում այդ մտածելը, այդ մենակ մնալն ու փնտրելը հարցերի պատասխան իրականում ձեզ համար կարող է հրաշքներ գործել, հարգելիներս, որտեղ հրաշալի կարտեր եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ 10 բաժակների մարդը, որը ինքը ինչ-որ բան հասկացել է, ինչ-որ ձեռքբերումներ ունի կյանքում եւ այժմ կիսում է մյուսների հետ։ Այդ ձեր մտածելու արդյունքում, եթե դուք ինչ-որ հաջողության հասել եք կամ կհասնեք, կամ արդեն հավանաբար հասել եք, սա ավելի հասուն մարդու կարտն է, մասնագիտության մեջ լինի, չգիտեմ, ինչի մեջ, անձնական հարաբերությունների մեջ, դուք կարող եք նաև կիսվել այլ մարդկանց հետ, այսինքն ձեր գիտելիքները, ինչ որ ձեռք եք բերել, կարող եք նաև սովորեցնել այլ մարդկանց։ Դե իմաստուն մարդիկ որպես կանոն նաև սովորեցնում են այլ մարդկանց։ Դուք կարող եք ձեր ցանկություններին հասնել 10 շատ լավ կարտեր եւ նաեւ ձեր ցանկությունները աստղով ձեր հույսերն են, ձեր ցանկություններն են։ Իսկ աշխարհի կարտը շատ իմ ամենասիրած կարտերից մեկն է աշխարհի կարտը։ Ձեզ համար նոր հնարավորություններ են բացվում, նոր դռներ ձեր ցանկություններին հասնելու համար։ Հարգելիներս, ես չգիտեմ, եթե դուք շատ թանկ մեքենա եք ուզում կամ մեծ տուն եք ուզում ձեր երազած թաղամասում, դժվար թե երկու շաբաթվա մեջ այդ բոլորին կարողանաք այսպես հասնել,
Բայց ամեն դեպքում ես շատ հաջող շաբաթ եմ տեսնում 2 շաբաթվա ընթացքում, մինչև հունիսի վերջ։ Ես համար շատ հաջող ժամանակ է լինելու։ Օգտագործեք առավելագույնս այս ժամանակահատվածը։ Չեմ կարող ասել ինչն է ձեր նպատակը աստղերով, ինչ ցանկություն ունեք, ինչի եք ուզում հասնել, շանս կտրվի ձեզ անպայման։ Մի этаպը վերջանում է, նոր этап եք մտնում, որը ձեզ մեկ քայլ եւս կմոտեցնի դեպի ձեր ցանկությանը կամ երազանքին։ Ինչի մասին էլ որ խոսքը լինի, աշխատանք, կարիերա, ֆինանսներ, անձնական։ Ես շատ ուրախ եմ, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Երկրորդ տարբերակը ինչեր եմ տեսնում եմ 10 պենտակլի եւ տեսնում եմ կին։ Սա մեծ հաջողություն է, ինչ որ կնոջ համար, թե կնոջից է հաջողությունը գալիս, տեսնենք։ Տասը լիություն է, մեծ գումարներ են, հաջողություն է։ Տեսնենք ինչի մասին է խոսքը, թե կարտերը մի քիչ ավելի մանրամասն են։ Ես այստեղ տեսնում եմ ընտանիքի գեղեցիկ ընտանիքի կարտը ստվերում, ամուսիններ են, երեխա, սա կարող է մի քանի երեխա ունենաք, դրա մասին չի խոսքը, բայց ինչ որ անձնական հարցերում, ինչ որ ընտանիքի մասին է խոսքը, ինչ որ ընտանիքում, ինչ որ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել, հարգելիներս։ Ես այստեղ տեսնում եմ թագավորը թրերի եւ տեսնում եմ այս ոչ շատ գեղեցիկ կարտը։ Ապա տեսնում եմ աշխուժության կարտը, տեսնում եմ ջահերի ասպետը, ներողություն, բաժակների ասպետը, տեսնում եմ բաժակներով կինը եւ այստեղ տեսնում եմ զույգ։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ ընտանեկան սիրային հարցեր, բայց ավելի շուտ ամուսնացած մարդկանց մասին է խոսքը։ Թերևս կինը այսպես, կինը տղամարդուց ուշադրություն է սպասում, ես այդպես կարող եմ ասել, սա լիության, լիարժեքության կարտն է, կինը իրեն լիարժեք չի զգում, ամուսնուց միգուցե շատ ուշադրություն չէր ստանում վերջերս, ես տեսնում ամուսինը ինչ-որ շատ զբաղված է եւ կնոջ հետ չի էլ կիսվում, ինքը ինչ-որ այսպես հարցերի մեջ է, չեմ կարող ասել, ինքը մի քիչ այսպես, չեմ ասի, ագրեսիվ, բայց հնարավոր է, նաեւ այդպես շատ աշխուժ, շատ ագրեսիվ մարդ է, բայց ագրեսիվությունը կարող է կնոջ հետ չլինել, այլ ուղղակի լինել կյանքում, աշխատանքի մեջ, գործերի մեջ, ընկերների հետ, ես չգիտեմ, ինքը մի քիչ ավելի տաքայրուն մարդ է, այդպես կարող եմ ասել, եւ այս վերջերս ինչ որ խնդիրներ ուներ։ Բավականին զբաղված էր, այս աշխուժության կարտով կարող եմ ասել, բավականին զբաղված է եղել ինքը իր գործերով։ Բայց ես տեսնում եմ ինչ որ առաջարկություն, տեսնում եմ կինը շատ հուզված կինն է սա թագուհին է, ես այլ կանայք չեմ տեսնում, հարգելիներս, ես չեմ կարող ասել ամուսինը կնոջ ուշադրություն չէր դարձնում, որովհետև այլ կանանց հետ ես իսկապես կին չեմ տեսնում, ես տեսնում եմ ինքը կյանքում բավականին խնդիրներ ունի եւ ինչ որ զբաղված է, բայց տնից դուրս է զբաղված։ Իրականում կինը կարոտում է, տխրում է, ուզում է իրենց գեղեցիկ հարաբերությունները վերականգնվեն։ Եվ այստեղ տեսնում եմ ինչ որ առաջարկություն։ Գիտեք, դե ես շատ կուզենամ լավ բան ասել, որովհետև այստեղ իրականում լավ եմ տեսնում 10 իրականում կա, այսինքն հնարավորություն միգուցե կա, այսինքն առաջարկություն, միգուցե դուք, եթե դուք կինն եք, աղեղնավորը կինն է, ինձ թվում է ամեն դեպքում աղեղնավորը կլինի կին է, որտեղ այստեղ կնոջ կարտն է դուրս եկել, միգուցե ինչ-որ առաջարկություն անեք ձեր ամուսնուն, ինչ-որ մի տեղ գնալ, ընտանիքով ժամանակ անցկացնել, դա կարող է պարզագույն տարբերակը լինել ինչ-որ պիկնիկ, դա կարող է լինել ինչ-որ տեղ հանգստանալու թեկուզ շաբաթվա վերջ մի քանի օրով, կամ կարող եք ուղղակի ամուսնու հետ փորձել ինչ որտեղ գնալ միայն երկուսով մենակ ռոմանտիկ ժամանակ անցկացնել, երեխաներին թողել մեծերի մոտ։ Չգիտեմ, ով է ում առաջարկություն անում, բայց այստեղ կինը շատ այսպես, այո, ես կարող եմ ասել, ինքը ավելի ինտիմ տրամադրություն է, դե իր ամուսինն է, նորմալ է, չէ՞, մարդը կարոտում է, ինքը ֆիզիկապես որպես կին ամուսնուն իր տղամարդուն կարոտում է եւ ուզում է նորից ռոմանտիկ գեղեցիկ հարաբերություններ։ Ես տեսնում եմ տղամարդ էլ եմ ասում, ես այստեղ դավաճանություն չեմ տեսնում, հարգից ոչ մի կնոջ նկար չկա, ինքն էլ կարող եք տեսնել, այստեղ ոչ մի կին չկար։ Պարզապես ինչ որ խնդիրներ ունի, այս չգիտեմ, այս նենք մարդիկ ովքեր են, ինչ գործերի մեջ է, ինչի այսպես շատ ակտիվ, շատ զբաղված է, բայց ընտանիքից դուրս։ Իսկ կինը կարոտում է, ես այս առաջարկության կարտը չեմ կարողանում հասկանալ ով ում ինչ է առաջարկում։ Դե հույսով եթե ձեր ամուսինը ձեզ առաջարկի գնաք միասին միտեղ շատ լավ է, անպայման գնացեք, վստահ եմ կգնաք։
Էլի եմ ասում, միգուցե դուք առաջարկեք հարգելիներս, պարզապես առաջարկեք ձեր ամուսնուն, չեմ կարող ասել։ Առաջարկեք գնալ ռեստորան միասին երկուսով, բայց ես երկուսով եմ տեսնում, այսինքն նշանակում է երեխաներին թողնել երկուսով գնալ։ Այսպես ընտանիքի մասին է խոսքը։ Իրականում վատ ընտանիք չեմ տեսնում, լավ էլ ընտանիք եմ տեսնում, էլ եմ ասում, կարևորը դավաճանություն չեմ տեսնում, իսկ դա ամենակարևորն է։ Երկու շաբաթվա ընթացքում ինչ որ հնարավոր էր։ Գիտեք, 10-ով պենտակլի կարող եմ ասել եւ այս բաժակներով, որ միգուցե կարողանաք ինչ որ հաջողության հասնել, հարգելի կանայք։ Ճիշտ պահ ընտրեք, լավ տրամադրության մեջ լինի, չգիտեմ, ում ընտանիքում ինչ է կատարվում։ Էլ կարճ չեմ հանի, արև եմ տեսնում, էլի եմ ասում, եթե փորձեք հարգելի կանայք, ինչ առաջարկություն անել ձեր տղամարդուն, միգուցե շատ լավ էլ կանցնի։ Ես լավ եմ տեսնում ամեն դեպքում, բայց առաջարկությունը երևի թե պետք է գալ ձեզից։ Փորձեք իրեն շեղել իր այդ գործերից, մյուս մարդկանց հետ, այդ լարվածությունից, միգուցե մի քիչ կարողանա մարդը լիցքաթափվել։ Ես ամենատվես այդպես եմ տեսնում։ Շատ լավ եմ տեսնում, շատ լավ եմ տեսնում, բայց եթե դուք ինչ որ քայլ անեք, ինչ որ մեկը ինչ որ բան պետք է առաջարկեր։ Եթե տղամարդը զբաղված է, քիչ հավանական է, որ ինքը առաջարկի, բայց եթե առաջարկի, բնականաբար անպայման ընդունեք, բայց կարող եք դուք ինքներդ էլ հարգելի կանեք։ Փոխանակ նստեք ու սպասեք, ես օրինակ հավատում եմ, որ չպետք է քայլերը միայն տղամարդկանց կողմից լինեն։ Մեկ-մեկ տղամարդիկ զբաղվում են իրենց գործերով, մանավանդ երբ որ նշանակ չեք եւ ընկերություն չեք, այլ մարուղակի ամուսնացած եք, արդեն մանավանդ երեխաներ ունեք, տևական ժամանակ է միասին եք։ Տղամարդիկ երևի մեկ-մեկ կորցնում են իրենց ռոմանտիզմը։ Պետք է իրենց հիշեցնել։ Պետք է իրենց հիշեցնել, օգտագործեք ձեր կանացի հմայքը, իրեն հիշեցրեք, ինչու եք իրար հետ ամուսնացել, ինչու եք իրար հետ ապրում։ Այո, հիշեցեք ձեր տղամարդուն, ինչու եք ամուսնացել, ինչպես եք եղել, երբ դեռ երեխաները չէին ծնվել, դուք երկուսով եք։ Եվ հուսով եմ հաջողության հասնեք հարգելի կանայք, հարգելի աղեղնավոր կանայք։ Այժմ տեսնենք ինչ կասեն կարտերը, ինչ կհուշեն ատեղջուրներին հաջորդ 2 շաբաթվա համար։ Ինչ է կարևոր ատեղջուրներին իմանալ։ Ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, ես պարզապես ուզում եմ տեսնել մի փոքր հուշում կարտերից։ Շաբաթվա համար նայում ենք, չգիտեմ, ամսվա համար նայել ենք, այժմ ավելի մանրամասն փորձում ենք հասկանալ, էլ ինչ կհուշեն կարտերը։ Նորից եմ ասում, ես թեմա չեմ ընտրել, ինչ կարտերը ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Ինչ է կարևոր ատեղջուրներին լսել, իմանալ այս պահին հաջորդ 2 շաբաթվա համար։ Ես հարգելիներս կընտրեմ 2 տարբերակ, բայց պարտադիր չի դուք ընտրեք ձեր տարբերակը, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Ես ուղղակի ուզում եմ ավելի շատ տարբերակներով նայել, որպեսզի շատ մարդկանց վերաբերի։ Մարդիկ տարբեր իրավիճակներում են, նույնիսկ տարբեր 8 տարբեր երկրներից նայում են ինձ։ Մարդկանց, չգիտեմ, ֆինանսական հարցերը եւ անձնական հարաբերությունները տարբեր երկրներում տարբեր ձևով են, տարբեր ազատություններ ունեն մարդիկ, այսպես ասեմ։ Ինչքան կարող ենք շատ մարդկանց շատ ինֆորմացիա հաղորդել։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Տեսնենք առաջի տարբերակով ինչ ենք տեսնում։ Տեսնում եմ ջահերի ասպետը եւ տեսնում եմ գիրք։ Ինչ որ լուր կգա ձեզ երևի թե ինչ որ նոր ինֆորմացիա, ինչ որ նոր բան կիմանաք մի հարցի շուրջ, որը ձեզ համար շատ կարեւոր է։ Այդ ջահերի ասպետը նկատի ունեմ, որ դուք շատ այսպես կգա նորություն է, դուք կողքեվորվեք, այսպես աշխուժություն կմտնի ձեր կյանք, չեմ կարող ասել այս լուրը ինչի մասին է, բայց եթե ինչ որ բան կանգ էր առել, չէ շարժվում, լուրը կգա, կբացահայտեք ձեզ համար ինչ որ մի նոր ինֆորմացիա, նոր մի բան եւ բավականին կողքեվորվեք դրանից, տեսնենք ինչի հետ է կապված։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում հարգելի ատեղջուրներ։
ասում է ինչ որ նորություն կգա, ինչ որ լուր կգա ձեզ, ինչ որ մի բան կպարզեք ձեզ համար, միգուցե ինչ որ ինֆորմացիա ձեզ կհասնի, կկարդաք, կլսեք, որտեղից կիմանաք, չեմ կարող ասել, բայց այդ ինֆորմացիայից դուք շատ ողջևորվում եք ջահերի ասպետով ասեցի, դրանից հետո կարող եմ ասել, որ այստեղ աշխարհի կարտն եմ տեսնում, այսինքն ձեր համար ինչ որ մի նոր этап է սկսվում կյանքում, գեղեցիկ նոր этап եւ ճակատագրի անիվն են սկսում է շարժվել։ Ինչու եմ ասում սկսում է շարժվել, որովհետեւ ինձ թվում է դուք ինչ որ հույսեր եք ունեցել, ինչ որ մի լավ, շատ գեղեցիկ փոփոխության, աշխատանքի խոստում են տվել, չգիտեմ, կամ անձնական հարաբերություններում ձեզ հույսեր են ներշնչել, որ այս մեկի հետ կարծես ինչ որ բան ստացվում է։ Կարող է լինել եմ ասում եւ աշխատանքի եւ անձնական հարաբերությունների հետ կապված։ Բայց տեսնում եմ իրականում պատասխանը վաղուց չեք ստացել եւ այսինքն ձգձգվել է ինչ որ հույսը կա, կարծես դուրը աշխարհի հնարավորությունը, շանսը ձեզ իրականում իբր տրվում է, ձեզ շատ մոտ է թվում, բայց իրականում տեսնում եմ դուք անկում գիշերներ եք անցկացնում, այսինքն ձեզ անհանգստացնում է, որովհետև հնարավորությունը կա, տեսնում եք լույսը, հա, ասում են թունելի ետևում, բայց ոչինչ տեղի չի ունենում, շանսը կա, բայց ոչինչ չի փոխվում, ոչինչ չի լինում եւ դրանից դուք շատ անհանգստացած եք։ 6 պենտակլի կարող եմ ասել եւ այստեղ էլ տեսնում եմ թրերի 8-ը, հա։ Կարող եմ ասել, որ այստեղ գիտեք, անդադ ինչ որ ձեզ ասում են ինչ որ դուք ուզում եք լսել, բայց հետո նորից ոչինչ չի լինում։ Ներողություն։ Այսինքն 6-ը նշանակում է տալ ստանալ, ինչ գալիս է, այն գնում է։ Այսինքն ձեզ կարծես լավ լուրը հաղորդում են, ինչ որ ինֆորմացիայի հետ, տեսնում եք, եթե չգիտեմ, աշխատանքի հետ է կապված, օրինակ ձեզ խոստացել են աշխատանքը, ամեն շաբաթ զանգում են, մի շաբաթ կգնա գործի, հետո իրականում չի ստացվում, ոչինչ չի լինում, ինչ որ մի պատճառ է լինում եւ չի ստացվում։ Ձեզ հանդիպում է կամ աղջկա կամ տղայի հետ, ձեզ թվում է, որ հեսա ձեր հարաբերությունները ավելի նոր թափ կառնեն, բայց հետո նորից էլի փակողու մեջ եք հայտնվում, այսինքն մեկ զանգում է, մեկ չի զանգում, մեկ գրում է, մեկ չի գրում։ Կարող է լինել երկուսի դեպքում է։ Տղան մեկ գրում է, աղջիկը ողջևորվում է, հետո տղան էլ չի գրում, աղջիկը տեսակ անհանգստանում է, կամ հակառակը, տղան գրում է, աղջիկը մեկ պատասխանում է, մեկ չի պատասխանում, տղան է հայտնվում այդպես փակողում, այսինքն հիմա այս աղջիկը ինձ ուզում է, թե չի ուզում, այս տղան ինձ հավանում է, թե չի հավանում, այս աշխատանքը ինձ տալիս են, թե չեն տալիս, հասկանում եք, այսպեսի շատ խառը վիճակ եմ տեսնում, թե այդպեսի վիճակ միգուցե եղել է, բայց այժմ տեսնում եմ անիվը փոխվում է եւ եթե բարդ վիճակ էր, որովհետեւ տեսնում եմ, որ բարդ վիճակ էր, իրականում հույսով եմ կփոխվի դեպի դրականը, որովհետեւ անիվը հակառակն է միշտ պատտվում, գիտեք, հաջողություն պետք է բերի։ Ես այստեղ տեսնում եմ, որ դուք ինչ որ շատ այսպես լավ տրամադրված եք, որովհետեւ դուք աշխարհի կարտով հասկանում եք, որ ինչ որ մի նոր բան եք սկսում, զրոյական կարտով կարող եմ ասել, որ դուք ինչ որ մի նոր սկիզբ եք, կամ նոր էլ եմ ասում, հարաբերություններ եք, կամ նոր աշխատանք է, նորը կարող է ինչ որ մի բան զրոյից եք սկսում։ Բայց հույս կար, ձեզ հույս տալիս են, ով էլ որ հույսը տալիս է, բայց դրա փոխարեն ոչինչ տեղի չէր ունենում։ Իսկ ես տեսնում եմ, որ առաջիկա 2 շաբաթում մեջ ինչ-որ փոփոխություն կլինի։ Փոփոխությունը 2 տարբեր տեսակ կլինի, ես հեսա ձեզ կբացատրեմ, հարգելիներս։ Այստեղ ես հրաշագործի կարտով տեսնում եմ, որ գործիքն էլ իրականում ձեր ձեռքում է եւ դուք կարող եք ճակատագրի անիվը, ճակատագիրը վերցնել ձեր ձեռք, այսինքն դուք ինչ-որ բան կարող եք անել։ Ինչ թվում է դուք կարող եք այսպես վերջնական խոսել եւ աշխատանքի համար, ով որ ձեզ առաջարկում է, դուք պետք է վերցնեք նախաձեռնությունը ձեր ձեռք, այսինքն կոնկրետ եղեք ավելի կտրուկ այս թրով տղայի պես, տեսնում եք։ Այսինքն դուք պետք է կտրուկ հարցը դնեք։ Հիմա ես գործ ունեմ, թե չունեմ, ձեզ կոնկրետ պատասխան տան, որպեսզի դուք հասկանաք ուր եք գնում հաջորդը։ Եթե ձեզ խոստացել են աշխատանք մեկ, ասում են վաղը կլինի, չէ մյուս օրը կլինի եւ չեն կանչում աշխատանքի, միգուցե դուք զանգեք, parzեք, ճշտեք ձեզ համար, եթե այս աշխատանքը չի լինում, դուք անցնում եք նոր աշխատանքի, որ անցնում եք նոր этап, սա չեղավ, խոստանում էին, բայց չեղավ։ Անձնական հարաբերություններում աղջիկ եք, տղա եք նշանակություն չունի։ Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը ձեզ հետ տուն-տունիկ է խաղում, զանգում է, չի զանգում, գրում է, չի գրում, գալիս է, չի գալիս, փորձեք կոնկրետ խոսել, բացատրվել։ Դու վերջը լուրջ պլաններ ունես ինձ հետ կապված, թե ոչ։ Նորից եմ ասում, անկախ նրանից դուք աղջիկ եք, թե տղա։ Ձեր ձեռքն է ձեր ճակատագիր, այս սպասողական վիճակից կարող եք դուրս գալ, ես իրական լավ կարտեր եմ տեսնում։ Կարող է իրականում այս հարցը շատ լավ է լուծվել, կարող է պատասխանը ստանաք 2 շաբաթվա մեջ եւ իրականում ամեն ինչ փոխվել։ Այսինքն ձեր առաջարկությունը կամ կընդունեն, կամ ձեզ հավանում են, ամեն դեպքում կհասկանաք, բայց ամեն դեպքում կարծում որ ձեզնից էլ է ինչ որ քայլ պետք։ Միգուցե ուղղակի ուղիղ մարդուն հարցնեք։ Լինի աշխատանքի հետ կապված, լինի անձնական հարաբերությունների հետ, որպեսզի ձեր ժամանակը չվատնեն, ոչ աշխատանքի համար սպասեցնել, ոչ էլ անձնական հարաբերությունների։ Իսկ ես էլ եմ ասում, եւ աշխարհի կարտով եւ ճակատագրի անիվով վերջում տեսնում եմ, որ իրականում դրական փոփոխություն կարող է լինել։
Հաջորդը տեսնում եմ առնետների կարտը եւ տեսնում եմ այստեղ բաժակների թագավորին։ Սա նաև խաչի 7-ն է, աշխատանքի հետ կապված կարող է ինչ-որ լուլս է, եթե գործերի հետ կապված ինչ-որ մի բան չի ստացվում իրականում, կարող է ինչ-որ կորուստ լինել, կամ դուք եք թողնում ինչ-որ բան գնա։ Այ առաջի տարբերակում հիշում եք, որ ասում էի, դուք պետք է ձեզ համար պարզ եք։ Ես ասում եմ, դուք բավականին էմոցիոնալ եք, ինչ-որ հարց կա, որ ձեզ չի բավարարում, չի գոհացում, ձեր գործերի կամ աշխատանքի հետ է կապված։ Եվ իրականում թողնում եք գնա, եթե առաջի տարբերակով էլ եմ ասում, սպասեցնում են անդադ պատասխանը չեն տալիս, աշխատանքը մի օր ասում են կլինի, մի օր ասում են սպասի, միգուցե դուք թողնեք գնա, դուք թողնեք այդ աշխատանքը գնա, որովհետև ըստ էության արդեն ձեր համբերության բաժակը տեսնում են, որ լցվել է, եւ փորձեք նոր աշխատանք գտնել, նոր մարդկանց դիմել, որտեղ ձգձգում են, խոստանում են, ոչինչ էլ չի լինում։ Կարող է սա այդ տարբերակի շարունակություն լինել, կարող է եւ չլինել, հարգելիներս, տեսնենք։ Ամեն դեպքում կարծում եմ ինչ-որ բան կամ կորցնում եք, կամ դուք եք թողնում գնալ։ Գիտեք, իմիջիայլով շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, տեսեք, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, բայց ինչ-որ բան կամ կկորցնեք, կամ կթողնեք գնա, ինչ-որ բան չեմ կարող ասել, կամ հարաբերություն է, կամ աշխատանք է։ Դե, մենք ինչն ենք թողնում գնա։ Տեսեք, քանի որ տեսնում եմ աշխատանքը յետևում է, դուք առաջևը եւ բաժակը ձեր ձեռքին է, դուք եք հեռանում, ձեզ չեն հեռացնում աշխատանքի, սա ձեր որոշումն է։ Եթե դուք հեռանում եք անձնական հարաբերությունից, մեկին, որ սիրում եք առաջ, ինչու եք հեռանում, որտեղ հիասթափված եք։ Եթե հիասթափված եք, չի աշխատում, հեռանում եք, ճիշտ եք անում։ Այսինքն այստեղ մարդ, որին ցավ են պատճառել, մարդ, որը հիասթափ, այսպեսի բան չեմ տեսնում։ Տեսնում մարդ, որը վստահ է իր ուժերին, թակավոր վերջապես։ Մարդ ուղղակի էմոցիոնալ է, բաժակը համբերության լցվել է, չէր աշխատում հարաբերություններ այդ կնոջից հեռանում է կամ տղամարդուց կինն է հեռանում, նշանակություն չունի կին եք թե տղամարդ, կամ աշխատանքը ձեզ չէր բավարարում, հեռանում եք։ Երկու դեպքում էլ կրկնում եմ որոշումը ձերն է, դուք շատ գոհ եք ձեր որոշումից, հեռանում եք մի բանից, որ այլևս չի աշխատում ձեզ համար։ Մի գործ եք անում, գումար չէր բերում, աշխատանք հաջողություն չէր լինում, կամ անձնական հարաբերություններ, որը ձեզ համար չէր աշխատում։ Որովհետև ես հաջորդ կարտերը շատ գեղեցիկ եմ տեսնում, ընդ որում, շատ գեղեցիկ։ Միգուցե դուք հեռանում եք, որտեղ դա ավելի լավ տարբերակ եք գտել։ Ավելի լավ տարբերակ եք գտել։ Նախքից կարող եմ ասել, որ դուք բավականին համբերատար եք եղել, բավականին համբերել եք, սпасել եք, բայց իրականում, եթե սա կարող է միջավ սա զգացմունքների մասին է լինել, հարգելիներս, կարող է սա սիրո թեմայով լինել։ Այստեղ տեսնում եմ կին, այստեղ տեսնում եմ բաժակը, հանուն ինչ է, բաժակների տուզը իրականում, այո, մոռացա կարտի անունը։ Այսպես, տեսնում եմ այստեղ 9-ն է պենտակլի, աղջիկը շատ կայացած, շատ այսպես լավ պայմաններում, շրջապատված բարօրությամբ, գումարներով, ամեն ինչով ինքը կայացել է, լավ աշխատել է, չգիտեմ ինչու այսքան ջանք է ներդրել, զգացմունքներով լի է, շատ լավ կերպար եմ տեսնում, շատ էլ համբերատար սпасել է, բայց նոր առաջարկ կա եւ ինքը գնում է այդ առաջարկի ետևից։ Հիմա, եթե սա վերաբերում է աշխատանքին իրականում, ես խոսեմ երկու տարբերակով էլ, եւ աշխատանքի հետ կապված եւ անձնական հարաբերությունը։ Եթե աշխատանքին էր վերաբերում, դուք աշխատանքը թողեցի գնալ, ձեզ չէր բավարարում, շատ ավելի լավ ֆինանսներով աշխատանք կգտնեք, ընդ որում ինձ թվում է դուք արդեն երևի առաջարկությունը ունեք, եթե չունեք կստանաք։ Հաջորդ 2 շաբաթվա մեջ, որտեղ ինձ թվում է դուք արդեն հեռացել եք, որտեղ տեսնում եք առնետները յետևում են, ինքը առաջ է նայում, այսինքն ինչու մեկ արդեն քայլ է արել, շատ ճիշտ քայլ է արել։ Հեռացել եք աշխատանքից, ձեզ նոր աշխատանք կառաջարկեն, այս առաջարկի կարգ բաժով նոր առաջարկ են առաջարկում, աշխատանք են առաջարկում։ Իրականում ֆինանսները շատ ձեզ կգոհացնեն, աշխատանքը ձեզ նույնիսկ էմոցիոնալ առումով ձեզ շատ կգոհացնի, մարդկանցով կլինեք լավ շրջապատված, էլի եմ ասում, շատ համբերատար երկար սпасել եք։ Կընդունեք առաջարկությունը եւ ձեզ բավականին գումարներ կգան եւ ձեր աշխատանքից դուք կստանաք այնքան, ինչքան որ ակնկալում եք։ 6-ը նշանակում է տալ եւ ստանալ, այսինքն ձեր աշխատանքը կվարձատրվի ըստ արժանվուն։ Եթե դուք առաջ շատ եք աշխատում, այստեղ քիչ եք վարձատրվում, դրա համար եք աշխատանքից հեռանում, կամ աշխատանքի առաջխաղացում չկա, այստեղ ինչ որ սպասում եք աշխատանքից կստանաք, եւ գումարները, եւ ամեն պայմանները կլինեն բոլորը ձեր սրտով, եւ դուք էլ այդքան լավ աշխատող եք, որ կգոհացնեք ձեր գործատերերին։ Իսկ եթե սա վերաբերում է անձնական հարաբերությունը, դուք ինչ որ մեկից եք հեռանում, կնոջից կամ տղամարդուց եք հեռանում, անկախ նրանից թե դուք ինչ սերի ներկայացուցիչ եք։ Ես տեսնում եմ, որ այստեղ նորից ինքնաբավարարված մարդ, որը շատ գոհ է իրենից, ինքը երբեք մենակ չի մնա, այսպիսի մարդիկ, մանավանդ եթե աջեղջյուր եք, աջեղջյուրները շատ ինքնավստահ մարդիկ են եւ շատ
Կարծում եմ, որ խարիզմայել ունեն, իրեն կարող են կյանքի փորձ ամեն դեպքում իրենց շատ է օգնում։ Եվ այստեղ սիրո բաժակը լցված է, դուք նորից սիրահարվել եք, շատ երկար եք սպասել այս նոր էմոցիաներին։ Դուք երևի նախկինում հարաբերություններ ունեք, ուղղակի չէիք սիրում, իսկ հիմա սիրում եք։ Իսկ վեցը, որովհետև տալիս ես եւ ստանում ես, հիշում եք, ասում էի, այսինքն այստեղ դուք կլինեք սիրված, եւ դուք եք սիրում եւ ձեզ են սիրում։ Ես չեմ կարող ասել նախկին հարաբերություններում դուք սիրել եք ձեզ, չեն սիրել, թե դուք չեք սիրել, ձեզ էին սիրում։ Ամեն դեպքում այժմ դուք կգտնեք փոխադարձ սեր։ Ձեզ կզգաք շատ սիրված, շատ բավարարված, շատ գոհ։ Իսկ այս բաժակների կարտով կարող եմ ասել տզով, որ սա մեծ նոր սիրո մասին է խոսքը։ Պաժի բաժակով էլ կարող եմ ասել, սա նոր է, ինչ որ նոր սիրո, նոր հարաբերությունների սկիզբ է, երբ երկուսն էլ փոխադարձ ունեն շատ լուրջ գեղեցիկ զգացմունքներ, արգելներից։ Հուսով եմ այդպես էլ կլինի։ Այժմ տեսնենք կարտերն ինչ կհուշեն ջրհոսներին հաջորդ 2 շաբաթվա համար։ Ինչ կհուշեն կարտերը։ Ինչ է կարևոր իմանալ ջրհոսներին հաջորդ 2 շաբաթվա համար, հունիսի 15-ից 30-ը։ Ես հատուկ թեմա չեմ ընտրել հարգելիներս կարտերը, ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Ինչ վերագրում է ձեզ, վերագրեք ձեզ շատ լավ, ինչ չի վերաբերում ձեզ, պարզապես թողեք ականջի ետևում։ Երկու տարբերակ եմ ընտրում հարգելիներս, դուք պարտադիր չի ընտրեք որևէ տարբերակ, ես ուղղակի ուզում եմ ավելի շատ մարդկանց շատ ինֆորմացիա հաղորդել։ Մի տարբերակով կարող է պարզապես որոշ մարդկանց վերաբերել, երկրորդ տարբերակով հույսով եմ ավելի շատ մարդկանց կվերաբերի։ Ներողություն, կարտերը շրջվեցին։ Լրացուցիչ օգնող կարտեր էլ հանեմ։ Շատ լավ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ լաբիրինթոսը եւ տեսնում եմ աստղերի կարտը։ Կարող եմ ասել, որ ջրհոսներ կամ համենայնպես որոշ ջրհոսներ կոնկրետ ունեն նպատակ, կոնկրետ ունեն ցանկություններ, բայց խճճվել են, չգիտեն ինչպես հասնել իրենց նպատակին։ Լաբիրինթոսի կարտով կարող եմ ասել, որ խճճվել է, ելքը չեք տեսնում, բայց կա կոնկրետ նպատակ ու չգիտեք ձեր նպատակին ինչպես հասնել։ Ես կարծում եմ, որ կարևորը հասկանալ նպատակ ունեք, ինչ նպատակ ունեք։ Ամենադժվարն է, մարդկանց մեծ մասը չեն հասկանում ինչ են ուզում։ Իսկ երբ հասկանում ես ինչ ես ուզում, անպայման կգտնես տարբերակներ, ինչպես հասնել ուզածին։ Տեսնենք, ջրհոսները կգտնեն ինչպես ուզել իրենց ուզածին հասնել։ Առայժմ տեսնում եմ լաբիրինթոսում եք, խճճվել եք, չգիտեք ինչպես հասնել ձեր ցանկությանը կամ ձեր նպատակին։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ։ Ես կդժվարանամ ասել, թե սա կոնկրետ ինչին է վերաբերում, բայց կարող եմ ասել, որ դուք ի վերջո կհասնեք ձեր նպատակին։ Ես տեսնում եմ, այդպես եմ տեսնում։ Տեսնում եմ, այստեղ դուք շատ այսպես կրկոտ տրամադրված եք, իսկապես ինչ որ նպատակ ունեք, բավականին լուրջ եք տրամադրված եւ ընտրությունը ընտրել եք, այստեղ ամեն ինչ թողնում եք ետևում եւ նորից գնում եք ինչ որ ձեր նպատակ ունեք դրա ետևից։ Նույնիսկ եթե այսպես չեք տեսնում դեռ առայժմ ինչպես կհասնեք, ամեն դեպքում դուք որոշումը կայացրել եք եւ ել եմ ասում, ձեր փորձը ամեն ինչ եք նորից եք սկսում աշխատանք, նոր հարաբերություններ եք սկսում, ինչ որ մինչեւ հիմա ձեռք բերել եք, ինչ որ մինչեւ հիմա սովորել եք, աշխատել եք, արել եք, թողնում եք ամեն ինչ ետևում եւ այսպես ջահերով, հա, այսպես ձեզ շատ ինքնավստահ դուք գնում եք ձեր նոր ճանապարհը։ Նոր նպատակի ետևից եք գնում։ Իրականում կարող եմ ասել, որ ես չգիտեմ, այստեղ օգնության կարիք ունեք, կարիքի կարտն է սա, ինչի կարիք ունեք։ Որովհետև դուք շատ դանդաղ քայլերով եք մոտենում ձեր նպատակին, շատ դանդաղ եւ մեկ-մեկ վախենում եք, որ կարող է եւ չհասնեք, դուք օգնության կարիք ունեք։ Կարտերը հուշում են, որ դե դանդաղը ոչինչ, դանդաղը չի նշանակում, որ չեք հասնելու, ուղղակի շատ ավելի դանդաղ է ամեն ինչը, դա ձեզ միգուցե անհանգստացնում է։ Կարտերը հուշում են, միգուցե դիմեք օգնության, ով կարող է ձեզ օգնել ձեր նպատակին հասնելու։ Պարտադիր չի որ մենակ, որտեղ ձեր մենակ լինելն է միգուցե ձեզ այսպես ձեր գործը դանդաղեցնում կամ ձեր քայլերը դեպի ձեր նպատակը
Դիմեք որևէ մեկի օգնության, չեմ կարող ասել ինչ հարց է, ում եք դիմում օգնության համար, կարտերն են հուշում, բայց եթե ոչ, ապա շատ դանդաղ է գալիս, մեկ-մեկ կարող է մի քիչ նեղվում եք դրանից, բայց ես տեսնում եմ հաջողություն, տեսնում եմ այստեղ ջահերի տուզը, ինչը նշանակում է մի նոր գաղափար, հանկարծ ինչ որ այս նոր գաղափարի ետևից որ դուք գնում եք, դուք հանկարծ այսպես թափ կառնեք, չեմ կարող ասել ինչպես կլինի, այ միգուցե ինչ որ մեկի օգնությանը դիմեք ձեզ օգնեն, կամ պարզապես դուք հանկարծ հասկանաք, թե ձեր նպատակին ինչպես, այսինքն ուղին է միգուցե գտել եք, դուք նպատակը ունեիք, ես էլի եմ ասում, աստղով կարող եմ ասել, որ դուք նպատակ ունեիք, պարզապես պետք էր գտնել ուղին ինչպես հասնել, իսկ միգուցե գտնեք, դժվարությամբ եք գտնում, բայց իրականում գտնում եք ուղին, եւ սա արագության կարտն է, կարգի կարտն է, այսինքն դուք ուղղությունը ընտրել եք, նպատակի տեք ինչպես հասնել եւ սա ձեր հաջողությունը։ Իրականում տեսնում եմ ծիածան, գեղեցիկ բաժակները, ես տեսնում եմ, որ եթե դուք նպատակ ունեք, հարգելիներս եւ այդպես իրականանալի երազանք է, ցանկություն է, այսպես անհնարին մի բան չեք երազում, 2 շաբաթվա համար համենայն դեպս, դե ես կարծում եմ, որ դուք ձեր նպատակին կհասնեք, ինչը ես ձեզ սրտանց կամենում եմ։ Մեծ այսպես հեռանկարային ցանկություններին 2 շաբաթում չգիտեմ ինչքանով կհասնեք, բայց եթե բավականին իրական ռեալ, հա, ցանկություն ունեք 2 շաբաթվա մեջ, ես սրտանց կամենում եմ ամեն դեպքում որ հասնեք։ Կարտերը շատ դրական են ցույց տալիս։ Երկրորդ տարբերակով տեսնում եմ 10 բաժակների, ներողություն, սա 9 է, 9 բաժակների եւ տեսնում եմ կնոջ կարտը։ Ինչ որ մեկը ինչ որ հարցում մասնագիտացված է, ինչ որ ձեռքբերումներ ունի եւ պատրաստ է նաեւ կիսվել այլ մարդկանց հետ։ Միգուցե կինը այս մարդուց ինչ որ բան է սովորում, միգուցե սա ուսուցիչ է, մասնագետ է, գնացել եք դասեր եք առնում, չեմ կարող ասել, օրինակ կարող է գնացել եք, ուզում եք մազահարդարություն սովորել կամ, չգիտեմ, եղունգների հարդարում սովորել, գնում եք ինչ որ մասնագետի վարպետի մոտ եւ ուզում եք սովորել մասնագիտություն ձեռք բերել, այդպես էլ կարող է լինել։ Դե վարսավիրը ես հասկանում եք, վարսահարդարը գեղեցկության սրահի աշխատողներին ես պարզապես օրինակ եմ, միգուցե դուք ռեստորանային գործ եք ուզում սովորել, գնում եք ինչ որ մասնագետի մոտ եւ ուզում եք իրենից ինչ որ բան սովորել, նոր մասնագիտություն ձեռք բերել, այդպես կարող եմ ասել։ Շատ լավ եմ տեսնում, հարգելի ջրհոսներ, շատ լավ եմ տեսնում։ Կարող եմ նորից եմ ասում, նորից եմ ուզում կրկնել, այո, ինստեղ տեսնում եմ երիտասարդ, կարող է աղջիկ լինել, կարող է աղջիկ չլինել, ինչ որ մի նոր բան եք ուզում սովորել վարպետից, մասնագետից, կարող է լինել ծրագրավորում, պարտադիր չի, ես վարսահարդարը շատ բարձ օրինակ բերեցի, որովհետև աղջիկ է նստած, անկախ ինձ առաջինը դա է, այլ եմ ասում, ռեստորանային գործ եք ուզում, ծրագրավորում եք ուզում սովորել, նոր աշխատանք մասնագիտություն, ինչ էլ որ ուզում եք սովորել, դուք ինչ որ վարպետի մոտ գնում եք, ինչ որ մի նոր բան եք նրանից սովորում։ Իրականում այսպես դուք շատ լավ եք տրամադրված, շատ էնտուզիազմով, բայց բավականին գործ ունեք անելու հարգելիներս, բավականին ժամանակ կտևի թերևս եւ հաջողությունը կգա կամաց, որովհետեւ ձեզ փորձ է պետք ձեռք բերել։ Ես տեսնում եմ այստեղ բավականին խստապահանջ է վարպետը Իմիջայլոց, ինքը այդպես հեշտ մարդ չէ, որը պարզապես ձեզ 2-3 օրում կսովորեցնի, ոչ, բոլորովին, բայց լավ մասնագետ է, ես տեսնում եմ, որ լավ մասնագետ է։ Դուք շատ եք աշխատելու, բայց երբ որ կվերջանա, այսպես ձեր միգուցե վերջին ուժերով համբերատար պետք է լինեք մի քիչ, կսովորեք, կվերջացնեք, միգուցե դանդաղ, մի քիչ ժամանակ կտևի, ավելի երկար, քան դուք ակնկալում եք, բայց տեսեք դա ձեզ ուր է տանում, հաջողություն։ Թագավորը նստած է գահին, սա այն պրակտիկ մարդն է, իրական սա հողի նշան է, որը հասել է իր նպատակներին եւ ֆինանսապես, եւ արժեքներով, եւ ունեցվածքով, ամեն ինչով շատ կայացած, շատ հաջողակ մարդ եմ տեսնում։ Այսինքն սա նշանակում է, որ դուք այս ինչ էլ որ նոր մասնագիտություն եք, նոր աշխատանք եք սովորում, նոր արհեստ ու արվեստ եք սովորում, մեծ հաջողություն կունենաք։ Դե հարգելիներս, միգուցե 2 շաբաթվա մեջ հաջողություն չունենաք, 2 շաբաթվա մեջ դեռ որոշեք գնալ ինչ որ բան սովորել, բայց ապագայում դա ձեզ հաջողություն կբերի, եթե ինչ որ մի նոր բան սովորեք։ Հաջողությունը կգա դանդաղ, մի քիչ երկար ժամանակ կարող է տևել, բայց ոնց կարող է, չէ, մի քանի շաբաթում ինչ որ մասնագիտություն ձեռք բերել, չի լինում այդպես։ Մարդիկ տարիներով փորձ են ձեռք բերում, ձեզ սովորեցնում են, ժամանակ կտևի մինչև կսովորեք, բայց ի վերջո մեծ հաջողություն կբերի ձեզ այդ մասնագիտությունը։ Աշխատանքում կարող է լինել, կրթության մեջ կարող է լինել, ինչ էլ որ սովորում եք մասնագետից, վարպետից, շատ հաջող կլիներ իրականում ապագայում։ Այժմ տեսնենք ինչ կասեն կարտերը ձկների համար, ինչ կհուշեն հաջորդ 2 շաբաթվա մեջ, հունիսի 15-ից 30-ը։
Ինչ կհուշեն կարտերը ձկներին, ինչ է կարևոր նրանց իմանալ։ Ես հատուկ թեմա չեմ ընտրել, ինչ կասեն, այն էլ կասեմ։ Հարգելիներս, ես ընտրում եմ երկու տարբերակ, պարտադիր չի ընտրեք որևէ տարբերակ, ես ուղղակի ուզում եմ երկու տարբերակով երկու տարբեր խմբի մարդկանց մասին խոսել, ավելի շատ ինֆորմացիա տալու համար։ Կարող է մի կարտը չվերաբերել շատ մարդկանց։ Առաջի խմբի համար տեսնում եմ 10-ը եւ տեսնում եմ լաբիրինթոսը։ Սա 10-ը իրականում նպատակ է, շատ մեծ նպատակ, շատ հեռու գնացող նպատակ ունեք։ Պենտակլի 10-ը նշանակում է շատ մեծ գումարներ, շատ մեծ նպատակ կարող եք ունենալ, բացի եթե ֆինանսներ չլինեն, բոլորը չէ որ ֆինանսների նպատակ ունեն, ամեն դեպքում դուք դառաժմ խճճված եք, չեք տեսնում ինչպես կարող եք ձեր այս մեծ նպատակին հասնել։ Եթե գումար ձեռք բերելու մասին է խոսքը, ձեզ մեծ միգուցե գումարներ են պետք։ Ես այդտեղ կարիքի կամ գումարներ կորցնելու մասին ոչինչ չեմ տեսնում, առայժմ կարտերը կհանեմ, կօգնեն, կտեսնենք ինչի մասին է խոսքը։ Տեսնում եմ գումարներ, սա կարող է նաև նշանակել ինչ որ մեծ մի բան, որտեղ սա շատ մեծ գումարի մասին է խոսքը, ինչ որ մեծ նպատակ ունեք, լավ աշխատանք եք փնտրում, չգիտեմ, լավ աշխատավարձով։ Առայժմ տեսնում եմ դեռ չեք գտնում տարբերակը, որովհետև դեռ լաբիրինթոսի մեջ եք, ասինքն դեռ խճճված եք, ուղին դեռ չի երևում, ինչպես հասնեք դրան։ Հեշտ նպատակ չէ, 10-ը առավելագույնն է, այսինքն դուք մաքսիմումին եք ուզում հասնել։ Տեսնենք, ինչ կհուշեն կարտերը։ Ես ճիշտ ասած հարգելիներս չեմ տեսնում, որ դուք նպատակին կհասնեք, բայց ես տեսնում եմ, որ երկու շաբաթվա մեջ հավանաբար դուք կտեսնեք ուղին։ Այլ լաբիրինթոսում եք, չէ, լաբիրինթոսին չէ, մտնում եք, չեք կարողանում դուրս գալ, խճճվում եք, խառնվում եք, տարբեր ուղղություններով գնում եք, ուղին չեք տեսնում։ Իսկ թրերի տուզը հուշում է, որ դուք հավանաբար ուղին կգտնեք։ Ուղին կգտնեք ինչպես հասնել նպատակին, բայց նպատակին հասնել առայժմ չեմ տեսնում։ Փորձեցի շատ կարտեր հանել, որպեսզի հասկանամ ինչ է կատարվում, բայց իրականում ասեմ, այ լուսնով տեսնում եմ կասկածները, վախեր, անհանգստությունները, շատ ավելի նոր ինֆորմացիա է դուրս գալի ջրի երես, որ դուք չեք ակնկալում, այսինքն շատ ավելի բարդ է լինել ձեր նպատակին հասնելը։ Եվ իրականում ձեզ օգնություն է պետք, դուք մենակ երևի դժվար թե կարողանաք ձեր նպատակին հասնել։ Ես չգիտեմ, մասնագետ է, նայած ինչի եք ուզում հասնել։ Մասնագետի է պետք դիմել կամ ինչ-որ անձի է պետք դիմել ձեզ օգնելու համար, որը ձեզ այսպես ինչ-որ նոր գաղափար կտա, եւ նորից դուք նորովի այլ կերպ կնայեք այս հարցին։ Միգուցե դուք սխալ ձևով եք հարցին մոտենում, ես իսկապես չգիտեմ ինչի մասին է խոսքը, թե աշխատանքի կամ ֆինանսների հետ է կապված, ինչի հետ էլ կապված լինի։ Մարդը ձեզ կողքեվորի վարպետը կամ մասնագետը, ել եմ ասում, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց ինչ-որ մեկը կա, որ այս գործի որ կապված է ձեզ հետ հասկանում է ինքը, ձեզ խորհուրդ կտա։ Դուք կպարզվի, որ դուք բավականին այսպես խնդիրների միջով որ անցել եք, բավականին փորձ ձեռք բերել եք, բայց կորուստներ եք ունեցել, ժամանակ եք վատնել, գումար եք վատնել, չեմ կարող ասել ինչ եք վատնել, բայց ինչ որ բան ամեն դեպքում կորուստներ եղել են եւ ել եմ ասում, մեծ կորուստների մասին չի խոսքը, կամ ֆինանսներ եք եթե ներդրել եք, կամ ժամանակ եք ուղղակի կորցրել, այսպես երևի շատ ավելի խնդիրներ եք ունեցել, քան եթե դիմեիք օգնության։ Ես տեսնում եմ այստեղ, որ դուք նոր մարդը ասում է ինչ-որ նոր գաղափար ձեզ, նոր ուղղություն ցույց կտա այս մարդը, որը գործից հասկանում է, այսպես դուք նորովի կտրամադրվեք, կհասկանաք, թե հիմա ինչպես պետք է շարժվել, եւ կարծում ձեր նպատակին կհասնեք, բայց ել եմ ասում, դուք այս մարդու միջոցով կկարողանաք, նպատակին ել եմ ասում, կդժվարանամ ասել, ընտրություն նորից կունենաք երկուսով, լսել այս մարդուն գնալ ճիշտ ուղով։ Եթե լսեք, ինձ թվում է արժե այդ մարդուն լսել, ով է, չգիտեմ, այս մարդը, որ ձեզ խորհուրդ է տալիս։ Իրականում ինքը ձեզ ուղղություն ցույց կտա, ել եմ ասում, ես չեմ տեսնում, որ հարցը լուծվում է, բայց տզով կարող եմ ասել, որ դուք իրականում կհասկանաք ինչպես ձեր ցանկությանը հասնել։ Ես չեմ տեսնում հասնում եք եւ չեմ տեսնում, որ չեք հասնում, բայց կարտերը հուշում են, որ դուք իրականում շանսեր ունեք ինչ-որ մեկի օգնությամբ հասնել ձեր նպատակին, ոչ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ 2 շաբաթվա ընթացքում դուք կգտնեք ուղին ինչպես հասնել եւ միգուցե հասկանալ ում պետք է դիմել, բայց ավելի ուշ կհասնեք նաև ձեր նպատակին։ Կարտերը հուշում են, որ իրականում շատ էլ հասանելի նպատակ էր։ Պարզապես մենակ չէիք հասնելու։ Ինչ հետաքրքիր է, ես տեսնում եմ գերանդին կտրող գործիք է եւ տեսնում եմ բաժակը
բաժակների տուզը իրականում։ Ընդհանրապես բաժակը դրանք շատ էմոցիաներ են, լի էմոցիաներ, նաև սիրո կարտն է։ Միգուցե ինչ-որ մեկը սիրային հարցերում կապը խզում է մեկի հետ, որին սիրում է։ Շատ բան չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ինչ-որ մեկի համբերության բաժակը լցվել է եւ ինչ-որ հարաբերությունների մեջ էր, որ միգուցե իրեն չէր բավարարում եւ մարդը որոշել է հեռանալ, կտրել եւ հեռանալ, տեսնենք։ Ինչի մասին է խոսքը երկրորդ տարբերակում։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, հարգելներս։ Այսինքն շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ոչ միայն լավն եմ տեսնում, այլև շատ բարդ, բայց հետաքրքիր, ամեն դեպքում շատ հետաքրքիր է։ Այո, ես վստահ կարող եմ ասել, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկից հեռանում է։ Կտրում եք այսպես հարաբերությունները, սիրային հարաբերությունները, սա սիրո թեմայով է վստահ եմ։ Կտրում եք հարաբերությունները, վերջացնում եք, ձեր համբերության բաժակը լցվել է։ Կինը հեռանում տղամարդուց, թե տղամարդը կնոջից, ես կդժվարանամ ասել, բայց ինչ-որ մեկը հեռանում է մեկից մյուսի համար, որտեղ ես այստեղ տեսնում եմ երկու տղամարդ։ Այսինքն, եթե կա կին, որ հեռանում է մի տղամարդուց մեկ ուրիշ տղամարդու համար, կարող է այդպիսի տարբերակ էլ լինել։ Մյուս կողմից կարող է տղամարդն է հեռանում մի կնոջից մեկ ուրիշ կնոջ համար։ Ես ինչու կին եմ տեսնում այստեղ ավելի շուտ, որ կինն է հեռանում մի տղամարդուց մեկ ուրիշի համար։ Ես կարող եմ ասել, որ այս ով էլ որ հեռանում է, ձուկը, կինը թե տղամարդը նշանակություն չունի։ Իրականում դուք շատ ջանք եք ներդրել ձեր հարաբերություններում։ Այսինքն դուք ամեն ինչ արել եք, որ ձեր հարաբերությունները լինեն գեղեցիկ, եւ դուք ձեր տղամարդուն, եթե սա կնոջ մասին է խոսքը, իրականում իրեն թագավորի պես եք վերաբերվել։ Եթե տեսակ այսպես աթոռին գահին եք դրել, հա, եթե տեսակ շատ ավելի լավ եք վերաբերվել, քան ինքը արժանի էր։ Մյուս կողմից միգուցե այս թերությունները նկատել եք, ես վատ մարդ չեմ տեսնում, բայց տեսակ դուք ավելի բարձր պատկերացում ունեիք իր մասին, քան ինքը իրականում եղել է միգուցե։ Այդպես հնարավոր է։ Իսկ իրականում տեսնում եմ շատ լուրջ զգացմունքներ, ուղղակի դուք սիրել եք եւ սերը կուրացրել է ձեզ։ Բայց ի վերջո տեսնում եմ, որ դուք գտնում եք ձեզ, դուք ձեզ վերագտնում եք եւ եթե տարբերակ չեք տեսնում այս հարաբերությունները խզելու, իրականում կխզեք։ Իրականում կխզեք տարբերությունը, որտեղ տեսնում եմ մեկ այլ տարբերակ է եւ ձեր ցանկությունները, նոր ցանկություններ ունեք նոր մարդու հետ կապված, սա էլ աշխարհի դռները բացում են, նոր էտապ է սկսում, նոր մարդու հետ նոր սեր է սպասում ձեզ, հարգելի կանայք։ Իսկ եթե խոսում ենք տղամարդու մասին, որտեղ ես այդպես էլ եմ տեսնում, ես այդտեղ տեսնում եմ, որ տղամարդը շատ ջանք է թափել, սիրել է կնոջը եւ բավականին ջանք է ներդրել, ամեն ինչ արել է, որպեսզի այս կինը իրեն լավ զգա իր հետ։ Ինքը շատ կարգին տղամարդ է, այս տղամարդը դուք եք, դուք շատ կարգին տղամարդ եք։ Շատ լավն եք, շատ կայացած եւ ֆինանսապես, միգուցե նվերներ է գրել, կնոջը շատ լավ եք վերաբերվել եք, որովհետեւ սիրել եք, նույնիսկ իր թերությունները, եթե նկատել եք, ամեն դեպքում դուք սիրում եք եւ դուք իրեն տեսնում եք կայսրուհի, ձեր աչքին ինքը պարզապես կայսրուհի էր, բայց ի վերջո հոգնել եք, տարբերակ չեք տեսնում, մեզ կնոջ հետ չէր աշխատում, կարծես ինքը ձեզ չի գնահատել երևի թե, եւ սա պարզապես ձեր պատկերացումն է եղել իր մասին, ինքը ապացուցել է, որ ինքը այդ կինը չի ինչ որ դուք մտածում եք, եւ վերջապես դուք ուղին կգտնեք, եւ այսպես դուք արդեն սառնասրտորեն կթողնեք եւ կհեռանաք այս կնոջից։ Շատ երկար չի տևի իրականում, դուք կգտնեք նոր սեր։ Ես տեսնում եմ այստեղ երազանքները աստղով եւ նոր էտապ է սկսում։ Իրականում երկար չի տևի, հարգելիներս, դուք նոր սեր կգտնեք։ Անկախ նայած դուք ինեք թե տղամարդ նորից եմ կրկնում, եթե կտրուկ որոշել եք ինչ որ մեկից հեռանալ, նորից եմ ասում, սա վատ մի բան մի տեսեք, հարգելիներս։ Հեռանում ենք ումից։ Արդեն կամ չենք բավարարում, կամ մեզ դավաճանել են, կամ մեզ ցավ են պատճառել, կամ մեզ թվում է մեզ էլ չեն սիրում։ Այսինքն հեռանում ես վատ մարդկանցից, սխալ մարդկանցից։ Իսկ ես տեսնում եմ, որ ձեզ նոր էտապ է սկսում եւ նոր սեր է սկսում։ Ով էլ ումից հեռանում է, եթե արժանի չեն ձեզ, անպայման հեռացեք եւ նոր կյանք սկսեք։ Կյանքը ձեզ նոր հնարավորություն կտա։ Ես չեմ կարող խոստանալ, այստեղ էլ տեսնում հաղթանակի կարտը։ Դուք ամեն դեպքում ձեր հեռանալը շատ ճիշտ որոշում է։ Դուք հաղթանակած դուրս կգաք։ Գիտեք, ես չեմ կարող ասել, ես ինքս մի քիչ դժվար հավատում եմ հեքիաթներին, դժվար եմ հավատում հեքիաթներին, այսինքն երկու շաբաթվա մեջ, որ ձեր կյանքում նոր մարդ կգտնվի, նոր սեր կգտնվի, այդպես իհարկե չի լինում, չի կարող այդպես լինել հավանաբար, աստվածտա լինի, բայց դժվար թե։ Այլ կարտերը հուշում են, որ երկու շաբաթվա մեջ, եթե դուք ուզում եք հեռանալ, ապա հեռացեք։ Մինչև չթողեք հինը գնա, չաշխատող հարաբերություններ չգնան, մարդը, որ ձեզ չէր երջանկացնում, դժբախտացնում էր հակառակը, չգնա, նոր մարդ չի գալու ձեր կյանք, իսկ ես տեսնում եմ, որ ձեր կյանք նոր սեր է գալու։
Այնպես որ երկու շաբաթվա մեջ միգուցե որոշեք։ Իսկ եթե որոշել եք, ապա իրագործեք եւ հեռանաք։ Ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ հույսով եմ կարտերով հուշածը նոր սեր, նոր էտապ ձեր կյանքում կսկսվի։ Ամենայն բարիք եմ ցանկանում ձեզ։